Պարոն Մակարյան, Նիկոլ Փաշինյանն ասում է ճգնաժամի, այսպես հուսահատության բյուջեից պետք է անցում կատարել երջանկության բյուջեի։ Ձեր գնահատմամբ որքանով է այսպես այսօր Հայաստանի Հանրապետության բյուջեն համապատասխանում այն չափանիշներին, որը ներկայացնում է Հայաստանի վարչապետը, որքանով է երջանկության բյուջե։ Այո, ասեմ։ Նախ այդ խոսքերը լավ խոսքեր են, ես դա օրինակ աջակցում եմ, պաշտպանում եմ այդ գաղափարին, որ այդ չքավոր տրամադրություններից եւ նաեւ պատերազմից հետո այդ ճշմարտությունը, կորուստները, մարդկանց առողջական վիճակը բերել են հուսահատության, նեղվածության, անհեռանկարային երկիր տեսնելու նույնիսկ որոշակի տրամադրությունների եւ պետք է անցնել այո երջանկության բյուջեի, բայց երջանկության բյուջեն պետք է ունենա կոմպլեքս համալիր, որ կարողանա ապահովել այդ երջանկության նախադրյալները, որոնք են դրանք։ Առաջինն այն է, որ մարդիկ պետք է ունենան աշխատանք եւ արժանապատիվ աշխատանք եւ աշխատավարձ, որ կարողանան դրանով ապրել։ Մեզ մոտ տեսեք ինչ է ստացվել։ Միջին աշխատավարձը 305,000-ի կարգի է, բայց մարզերում այդ աշխատավարձը բավականին անհամեմատ ցածր է եւ կանանց համար է բավականին ցածր, մոտավորապես 40%-ն է կանանց աշխատավարձը։ Բայց կան տնտեսական հաշվարկներ, որ աշխատավարձի ամբողջ ֆոնդի 80%-ը բաժինենք Երևանին։ Այսինքն ընդամենը 20%-ն է աշխատավարձի վճարվում մարզերում։ 10 մարզեր միասին վերցրած 20%, եթե բաժանենք 10-ի, քանի ամեն մարզին 2%։ Դա շատ չնչին իրավիճակ է եւ դա չի կարող երջանկության նախապայման հանդիսանալ արդեն այդպիսի աշխատավարձը, այդպիսի գործազրկության մակարդակը, աղքատության մակարդակը մոտ 24%, գործազրկությունը մոտ 12%։ Բայց ասում եմ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Ճիշտ է, ավելի լավ ապրում են այն պատճառով, որ 80%-ը Երևան, մարզերից են հիմա շատերը գալիս են Երևանում են աշխատում, դրա համար Երևանը այսպես կերծանաբեռնված է եւ տրանսպորտային իրավիճակով եւ փողոցներով եւ կյանքը եւ ընդհանուր առևտուրը եւ այլն, տուրիզմը որոշակի դրան նպաստում է, բայց ինչը պետք երջանկության այդ էֆեկտը առաջացնելու համար։ Առաջինը արժանապատիվ աշխատավարձ, երկրորդը առողջապահության կանխարգելիչ գործառույթների բարելավում եւ առողջապահության հասանելիություն մարդկանց համար, հատկապես մարզերում։ Այսօր ծանր հիվանդությունները Հայաստանում շատացել են, ծանր հիվանդության տառապողները ավելացել են եւ դրանք շատ թանկ են։ Այսօրվա բուժումը, ներկայիս դեղորայքը, դիագնոստիկան եւ բժշկությունը բավականին թանկ է։ Ցանկացած հասարակ վիրահատություն 450,000-ից 650,000 դրամի սահմաններում է գտնվում, որը մարդու համար հաճախ կարող է անհասանելի է։ Երրորդը կրթությունը շատ կարևոր է եւ ես գտնում եմ, որ իսկապես լավ կրթությունը մրցունակության նախապայման է։ Կրթությունն էլ այսպես է, որ միջև հիմա կան ընտանիքներ, որոնք կամ տեղյակ չեն աշխատաշուկայի պահանջներին, կամ պարզապես իրենց ընտանեկան եկամուտները այնքան են, որ իրենց երեխային ուղարկում են այնպիսի կրթության, որը իրենց գրպանի համար հարիր է։ Այսինքն կարող է երեխան ավելի թանկ կրթության կարիք ուներ, ուրիշ մասնագիտության կարիք ուներ, բայց քանի որ այդ միջոցները չունեն վճարելու համար, գնում են սովորում են ուղղակի դեժան է ավելի սովորելը, բայց նաև պիտանի չի այդքան։ Այս խնդիրներ կա։ Եվ կարևորը նաև սնունդը եւ տարածքներում ենթակառուցվածքները, բիզնեսի զարգացումը եւ այլն։ Այսօր մարզերում բիզնեսը քանի գնաց է սպառվել է, տուրիզմը իր տակտիկան փոխել է, որը պետք է պետական մարմիններ ուշադրություն դարձնեն։ Առաջ եթե տուրիստները գնում են նաև մարզերում էին մնում, կուրորտային տուրիզմը ջերմուկում եւ այլ տեղերում, ասենք, ավելի երկար էին մնում, հանգստանում կամ արշավներ եւ այլն, այսօր շատ մարզերում ռիսկերի վտանգների պատճառով, Ադրբեջանի կողմից նաև գրաված դիրքերի մեր տարածքները գրավելու պատճառով որոշակիորեն նվազել է կուրորտային տուրիզմը, ասենք թե արշավային տուրիզմը եւ այլ եւ այլ։ Իսկ դրանք մուլտիպլիկատիվ էֆեկտ են տեղերում առաջացնում։ Հիմա տուրիստին տանում են, մանենացում հետ են բերում, այնտեղ չի գիշերում, չի մնում։ Դա շատ կարևոր է, որ շատ մարզերում տուրիստ այլևս չի գիշերում, չի մնում։ Սա էլ խնդիր է։ Եվ նաև շատ կարևոր է հաշվառնել թանկացումները, որքան էլ խոսում են, թե թանկացումները կառավարելի են կամ գտնվում են նախատեսված սանդղակի մեջ, իրականում դա այդպես չի։ Համարժեք են աշխատավարձի թոշակի բարձրացմանը։ Միջին թիվն է թանկացման, ասենք թե ցածր թիվ, բայց երբ որ առանձին ապրանքներով նայում ես, տեսնում ես, որ կարտոֆիլը մինչև 50% թանկացել է,
բերքը, բանջարեղենը, պամբը, լոլիկը տեսեք 500 դրամից պակաս լոլիկ համարյա չկա, չէ՞, մինչև 1000 դրամ, ծիրանը 1000 դրամի շուրջն է, 850 դրամ է, 750 դրամ է, այսինքն օրինակ հիմա կաթամթերքը համեմատաբար թանկացել է, պանիրը թանկացել է, միսը թանկացել է, այսինքն բոլոր մթերքները առաջնահերթ, հացը թանկացել է արդեն ինչքան ժամանակ, այսինքն այնպես չի, որ էներգակիրները թանկ են նորից, էներգակիրները էժան են միայն երբ որ ինչ-որ մի 200 կիլովատից ավել չես օգտագործում, ավել օգտագործող արդեն ունում է 50 դրամ ավել ռեժիմների մեջ կարծեմ, այսինքն շատ չքավոր ընտանիքների համար են այդ էժան էներգակիրները, գազի կամ ասենք թե էլեկտրաէներգիայի սուբսիդավորումները, բայց արդեն նորմալ կյանքի համար, երջանիկ կյանքի համար նաև պետք է ավելի շռայլություն, չէ, ավելի շատ հոսանք ծախսես, ավելի շատ գազ ծախսես, ավելի լուսավոր պայմաններում ապրես, ավելի ինչ-որ գնումներ կատարես, ավելի լավ հագնվես, չէ, եւ այլն եւ այլն։ Դրա համար ցանկությունը լավն է, բայց բյուջեն բավարարում է դրան։ Մեր բյուջեն այսօր բավականին լավ բյուջե է։ Հայաստանի բյուջեն մոտավորապես 3 անգամ աճել է վերջին մի 8 տարվա ընթացքում, ես կասեի 8-9 տարվա ընթացքում բյուջեն 3 անգամ աճել է։ Եվ բյուջեն թույլ է տալիս, բայց մի բան է բյուջե հավաքելը եւ ունենալ այդ գումարը, մոտավորապես 7.5 միլիարդ դոլար բյուջե, ուրիշ բան է այդ բյուջեի ծախսելը, ինչպես է ծախսում, էֆեկտիվությունը ծախսելը շատ կարևոր է։ Եվ նաեւ այնպիսի բաների վրա ծախսելը, որոնք այդ երջանկության պայմաններ կստեղծեն, որ մարդիկ երջանիկ լինեն։ Այսինքն միայն ճանապարհներ սարքել կամ միայն դպրոց մանկապարտեզ սարքել, իհարկե դրանք լավ են, բայց կարող է լրիվ բավարար չեն երջանիկ ապրելու համար։ Մնացածը ունենալու համար մշակութային զվարճանքների, ֆինանսների հասանելիությունը, օգտվելու որոշակի ծառայություններից եւ այլն անհասանելի է շատ մարզերում, շատ գյուղերում, շատ համայնքներում։ Պարոն Մակարյան, այս ամենը ունենալու համար Նիկոլ Փաշինյանը բանաձև է առաջարկում, որ պետք է հարկի նկատմամբ վերաբերմունք փոխվի։ Ու թվարկում է կա հարկ, կա առողջապահություն, կա հարկ, կա կրթություն եւ այլն։ Սա որքանով է այսպես այսօրվա պայմաններում ճիշտ բանաձև, ճիշտ ուղղություն շարժվելու։ Բոլոր պետությունները նույնիսկ հռոմեական կայսրությունը հարկեր էր հավաքում, չէ՞։ Ինչ որ տեղերում էին կանգնած, որ ճանապարհ անցնելուց կամ այլ տեղով ինչ որ վերցնում էին։ Այսինքն մաքսային турքերի ձևով էին անում կամ առևտրային турքեր կային, չէ՞, նաև այն ժամանակներում Կիլիկիայի թագավորության կամ Մերձվարկության արդեն ժամանակ եւ այլն։ Եվ ինչի հիմա պետությունները իրենց բյուջեն ձևավորում են հարկերի հավաքման ճանապարհով։ Հիմա հարկերի օպտիմալացումը շատ կարևոր է, որ դա եւ լինի քաղաքացու գրպանին հարմար, այսինքն եկամտահարկ օրինակի համար, եւ կարևոր է նաեւ մնացած հարկերը, որ բիզնեսից է վերցնում կամ այլ։ Հիմա մեր քաղաքացիներին ինչ են վճարում, մերոնք վճարում են եկամտահարկ աշխատավարձի, բայց գործատուն են վճարում քաղաքացու համար, աշխատողի, չէ։ Իհարկե եկամտահարկը նվազել է, այդ 20%-ը բավականին լավ թիվ է նախկին թվերի համեմատ, կարելի է դրա մասին մտածել գուցե վերանայել, բայց քաղաքացին նաև վճարում է տարբեր турքեր, տեղական турքեր, չէ, գույքահարկի ձևով, աղբի համար եւ այլ բաների համար, ընդ որում գույքահարկը թանկացել է, չէ, եկեք հաշվի առնենք։ Այդ բոլոր թանկացումների մեջ նաև գույքահարկն է թանկացել։ Հիմա ասենք թե փոքր բիզնեսի վրա հարկեր ավելացան, իհարկե պետությունը ստեղծում է մեխանիզմ, որ փոքր բիզնեսների շահագրգռված թափանցիկ աշխատել, բայց ոլորտներ կան, որ դրանք պարզապես դեռ անհնարին են։ Ժամանակ է պահանջվում, որ դրան հասնի փոքր բիզնեսը։ Իհարկե արդեն ինքը իմանալը, որ այդպես է, պիտի ձգտի դրան, բայց դա միանգամից տեղի չունենա։ Այսօր 10% է արդեն դարձել փոքր բիզնեսի վրա հարկերը, եւ որոշ բիզնեսի նկատմամբ էլ հուլիսի 1-ից էլի հարկեր ավելանում են, արդեն ավելացված արժեքի հարկի ռեժիմ, տեսակ փաստաբանների վրա ավելացավ, չէ, հաշվապահական ծառայությունների վրա ավելացավ եւ այլն։ Այսինքն պետությունը պիտի հարկը հավաքի այն ժամանակ, ավելի մեծացնի այն ժամանակ, որ տեսնի, որ եկամտաբերությունը տվյալ բիզնեսի եւ քաղաքացու եկամտաբերության վրա չի հասնում։ Այսօր այդ մոտեցումը չի գործում։ Բայց մենք հաճախ հետո առաջ ենք ընկնում, հենց չի գործում, այլ հետո առաջ ենք ընկնում, որտեղ բյուջեն ունի ճեղքված, որ պիտի այդ ճեղքվածքը փակի, հենց 25 թվականի բյուջեն ունի էական ճեղքված, մենք ունենք արտաքին պարտք մարելու, սպասարկելու, արդեն գումարների պահանջ, հետեւաբար մենք գումարները տեսնելով, որ նաև մեր լավ ժամանակները մի քիչ անցան Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտի պատճառով, երբ որ
վերլոկանտներ կային շատ, ծախսում էին, լավ փողեր բերեցին այստեղ չէ, միլիարդավոր դոլարներ են մտնում Հայաստան եւ այլն։ Հիմա դրանք նվազել են։ Հետևաբար պետությունը փորձում է արդեն փոքր բիզնեսի հարկեր ավելացնի, գույքահարկի ռեժիմն արդեն կիրառվում, վաղը միսօր այլ ռեժիմներ կկիրառի, աղբանության թվերն են փորձում փոխել, տրանսպորտ փոխվեց, չէ, տրանսպորտի գին փոխվեց։ Այսինքն այս բոլորը որոշակի վերում են դրան։ Հիմա պետությունը ասում է մի արդարացնող պատճառաբանություն է, հիմնավորող պատճառաբանություն։ Ասում է ես պիտի հարկեր հավաքեմ, որ այդ հարկերի շնորհիվ լավացնեմ առողջապահություն, լավացնեմ կրթություն, լավացնեմ ենթակառուցվածքներ, լավացնեմ այլ նախապայմաններ, որոնք պետք են բիզնեսին, քաղաքացուն, երջանիկ լինելու համար։ Բայց կրկնում եմ, այդ ծախսերը շատ կարևոր է, որ մենք թափանցիկ տեսնենք, որ դրանք հասանելի ծախսեր են եւ օպտիմալ ծախսեր են, որ դրանք անշուշտ ծառայելու են ապագա սերունդների համար։ Դրանց որակը, դրանց ժամկետը, տեսակը, ծախսի տեսակը շատ կարևոր է։ Աղբանությունն է, օրինակ տեսեք, հիմա անդադ բարբերաբար գրում է, որ Երևանում փոշու քանակը գերազանցում է նորմա, չէ՞։ Ոչ ոք չի վերլուծում, իսկ առողջության ինչքան է վնասում։ Հիմա առողջապահության վրա մենք պիտի փողեր ծախսենք, որ ավելի կարողանանք առողջապահությունը դարձնել հասանելի, չէ՞, կամ կանխարգելիչ, բայց կարող է սելավի նման այդ փոշին ու այդ կեղտ ու թունավոր գազերը, արտանետումները, ծանր մետաղները հազարավոր մարդկանց են հասցնում առողջական վատ վիճակի, առողջապահությունը չհասցնի։ Հիմա ո՞րն է ավելի լավը, այնտեղ կանխարգելենք, թե այստեղ զբաղվենք, ծախսեր կատարենք առողջապահության վրա։ Հաջորդը բանջարեղենի թունաքիմիկատների օգտագործելու մշակույթը։ Ինչ կերպ ասես օգտագործում են, հողերի որակը եւ դրանց ուրեմն կանխարգելիչ գործառույթները, գենետիկ նյութերի կամ ասենք տարբեր թունաքիմիկատներ օգտագործել։ Տեսեք, վերջերս օրինակ խոսակցություն եղավ, որ ներմուծված ձմերուկի վրա դրվեց արգելք, չէ՞, որտեղ նիտրատները շատ են եւ այլ եւ այլ։ Բայց այդ ստուգումները պիտի նաև մեր հայկական դաշնավարության մեջ, բուսաբուծության մեջ լավ օգտագործվի կամ այգեգործության մեջ ճիշտ եւ ճիշտ խորհուրդներով։ Այսինքն մենք շատ կանխարգելիչ գործառույթների կարիք ունենք, որ պետությունը լավ կնի, ես ինչու եմ ասում, որ համապատասխան տեսչական մարմինները հետևի եւ նաև շատ կանխարգելիչ գործառույթներ կատարի, այսինքն խորհրդատուների քանակ ավելացնի գյուղատնտեսության ոլորտում, անասնաբույծեր, անասնաբուժեր եւ այլն, որոնք որ պիտի կանխարգելեն անասունների հիվանդությունից, բույսերի թունաքիմիկատների սխալ օգտագործումից մարդկանց առողջության վնասը։ Ոչ թե վերջում առողջության համար պայքար ենք, այլ սկզբից պայքար ենք առողջության համար։ Եվ դեղորայքի նկատմամբ նաև վերահսկողությունը, որ կես դեղեր Հայաստան մտնում են, չմտնեն, ծխախոտի հետ կապված եւ այլ բաների հետ կապված ծախսերը։ Այսինքն շատ կարեւոր է, որ պետական համապատասխան մարմինները ինստիտուցիոնալ աշխատեն։ Բայց օրինակ Սննդի անվտանգության տեսչությունը 3 տարում 3-4 տնօրեն փոխեց եւ ինստիտուցիոնալ հիշողության խզում է կատարվում, մասնագետներ են հեռանում, այնտեղ պարբերաբար տրեյնինգներ են արվել, ժամանակին մենք ենք արել, որ տեսչությունները ավելի լավ գիտելիք ունենան, բայց ինստիտուցիոնալ առումով մարմինը պետք է աշխատի։ Եվ նույն կերպով որոշ այլ տեսչական մարմիններ նույնպես։